Ձի թվում է ծրագրներ այնքան շատ է, որ չենք էլ իմանում որը հավանենք, բոլորն էլ հավանում ենք։ Բայց կոնկրետ ամենաշատը։ Ամենաշատը հավանում ենք բարձրացում մեր արժեքները, որ ներկայացնում է ճիշտ, որ եվրոպական ամբողջ խորհուրդը ստեղ վստահության բանով կարացավ զբոսանք կազմակերպել, դա շատ կարևոր է։ Ամենաթանկը մեր վարչապետին էր վստահությունը։ Եթե չգիտեք վստահությունն ինչ է, դուք կարաք այդ թեման ուսումնասիրել։ Ում զբոսանքը կարողացավ կազմակերպի։ Եվրոպայի նախագահների այդ Եվրոխորհուրդը որ եկել էր, Դա կոնկրետ ձեզ ինչ տվեց։ կոնկրետ ապագա ցույց տվեց, որ կերտվում է մեզի ապագա, որ այսինքն մենք մեզի չենք դարանակալը, մենք մեզի մեր պատկերացումով սաղին թշնամի չենք սարկում։ Էլ ինչա պետք։ Տեսեք, բայց նրա հասցեին հնչում են նաև մեղադրանքներ Արցախի կորուստի հետ։ Նախ առաջինը սկսենք զինվորի մասին մտածելուց, որ կառուցվել էր խրամատները տուշոնկի բանկաներով ու ոչ համապատասխան բանով, ոնց են ասում այդ բուրգերով, համապատասխան բունկերներով, այո, բունկերներով, որը որ շատ կարևոր է, թիվ 1 ռազմական գործողության ամենակարևոր գործը դա բունկերներն են, որը որ չկար, կանսերվի բանկեկով էր։ Հիմա միգուցե դրանց համար պատասխանատվություն կանչեն այլ մարդկանց, ով են այդ մարդիկ, որը որ այդ բունկերները թիվ 1 կարգավիճակով չեն կառուցել։ Ամենակարևոր կառույցներ դա, որը որ չկար, հասկանում եք, էլ ինչա պետք, ասեք։ Ասում եմ, նրան մեղադրում են նաև նրա մեջ, որ ունենք կորուստներ, օրինակ Արցախի կորուստը, ասում են, եթե այդպես ասում են, եթե խաղաղության պայմանագիրը պիտի ստորագրվի, ապա ինչու չեն ասում, որ հակառակորդը մեր սուվերեն տարածքներից դուրս գա, այնուհետև հանգիստ դուրս է գալու, ոչ թե դուրս է գալու, այլ ուղղակի քոչ է այդտեղից, դա մեկ, ու երկրորդ ամենակարևորը դա վստահությունն է գործողություն կազմում, եթե չկա փոխադարձ վստահություն, կա այդտեղ թշնաման, կատելություն եւ սպանություն։ Այսինքն դուք վստահում եք միանշանակ վստահում եմ, ես հիացած եմ իր բռնած ուղիով, դրա համար էլ ես հետում եմ հենց իր ուղիով։ Իսկ նրա մրցակիցների մասին Իսկ նրա մրցակիցների մասին 8 տարի տեսել ենք այդ բանը առանց մեկնաբանության։ Նախ առաջինը զինվորների մասին մտածողները թող այդ էլի մոռանում են, բունկերները կառուցեին, որ չեն կառուցել, հիմա եկե ինչ գեներալներն ընդհանրապես, որ ռազմական գործողություն ալեմ, իր զորքի ինչ-որ մաս կորաստ ալեմ, պարտված ալեմ, այդ գեներալները ինքնասպան են ալեմ, բայց սրանք այնքան պերերես են, որ կարում են գան ու Հայաստան փրկեն, այդ է ամբողջ խնդիրը։ Կներեք, պատերազմը եղել է Փաշինյանի ժամանակահատվածում, գերագույն գլխավոր հրամանատարը ինքն է եղել։ Դարանակալած վիճակով կարան պատերազմ անեն, եկը պարրակտում է, եթե զորքի մեջ խուճապ է մտցնեմ։ Դրանք հենց անմիջական դավաճանական թեզեր են։ Ում են դարանակալել։ Դուք չեք հասկանում։ Զինվորին, գեներալին թողե, գեներալը թողե եկեստեղ երգիրա փրկը, ճիշտ է, Հայաստան եկե, բայց այդ զինվորին թողել է անտես, 18 տարեկան երեխեքը չեն ունեցել մի հատ իրանց գլխին գեներալ, որ կամ ինչ-որ մի հատ սպա, որ կարանա կարգադրություն տա, թողել է ինքնագլուխ։ Արեք կլնի շատ չմեկնաբանեմ, չէ, որ տեղացված դուք շատ լավ էլ սա հասկանում եք, շատ տեղին էլ գիտեք։ Թողել է առաջին էտան այդ բունկերների հարցը լուծեն, որ չի եղել, որը դենց հիմա Արցախ հանձնող են անում, այդ զինվորը ոնց պետք է կարանար մարտնչել, ոնց։ Նույնիսկ եթե այդ բունկերները լիներ, ես վստահացնում եմ, որ այլևս ռիսկ չեր անի հարձակվել մեր պետության վրա։ Ռիսկ չեր անի ուղղակի։ Բայց բունկերներում պատասխանվում են մարտի։ Բա պատասխանվում են ունդեղից հատուկ տեղեր կա, որ թեժ մարտեր կարանան տան։ Այդ գնացեք օնիկ գազ ինչաներ առաջվա գլխավոր շտաբի պետը առաջվա օնիկ գլխավոր շտաբի պետը առաջվա Օնիկ Գասպարյան չէ նախարարը պաշտպանության Պաշտպանական Դավիթ Տոնոյանն է
եղել այդ։ Հետո մի հատ էլ խազապ Եթե Օնիկ Գասպարյանին նկատի ունեք, նա գլխավոր շտաբում է եղել։ Հա, ինչ էր ասում էր մեզի հոբ համակարգ պետք չի։ Մենք սաղս էլ լավ գիտենք, որ մեր վարչապետը ռազմական գործողություններից այդքան չի, իրան պետք է իրազեկեն մեր գնդապետներն ու գեներալները, բայց ինչ է իրազեկեցին։ Ասում մեզի հոբ պետք չի։ Մեզի հոբ պետք չի, գրանատոմյոտով մենք կարանք խոցենք։ Արա ձեռ է կառնան։ Կարող է ձեռ է կառնան։ Մեզ ազգին ապուշի տեղ եք դրել, ինչի տեղ եք դրել։ Ձեր ցանածը դուք էլ հնձելու եք։ Ես ձեզ ասեմ ավելին, ձեր ցանածը ինձ դուք եք հնձելու։ Իսկ դուք դիրքեր անձամբ գնացել եք այն ժամանակ։ Այո, ես կռվել եմ, մարտնչել եմ, ես 4 գյուղի գրավման ազատամարտման մասնակից եմ եղել։ Թալիշ 94 թվական, Թալիշ, Մադաղիշ, վերին ներքին Տոնաշեն։